Այստեղ տալու են բրենդների։ Մենք մեր բաժիններն ենք ուզում, մենք ուրիշ բանի համար չենք պայքարում, մեր հացի համար։ Մեզ ասեցին բրենդային խանութներ են լինելու ու ժամանցի կենտրոն։ 30 տարի առաջ հիմնադրված Ռոսիա տոնավաճառի աշխատակիցներն այսօր բողոքի էին դուրս եկել։ Երեք տնօրինությունը բանավոր հայտնել է, պատրաստվում են վերանորոգել տարածքը, պետք է ազատեն տաղավարները։ Բոլորին երեք ասել են, որ դուք կտեղավորվեք այլ տարածքում, բայց մարդիկ մտածում են, որ այլ տարածքում իրենք կկորցնեն իրենց ունեցած հաճախորդը։ Տոնավաճառը պատկանում է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Առևտրականների խոսքով իրենց առաջարկվել է այլ տարածք Երևան տոնավաճառում, որը նույնպես Սուքիասյաններին է պատկանում։ Երևան տոնավաճառ մենք նայել ենք, մեզ դուր չեն եկել այդ տաղավարները, պատվալային ինչ-որ անկապ տարածքներ են, մենք չենք կարա այդտեղ աշխատել։ Դուք այստեղի վարձը ամսական եք վճարում։ Այո, մենք ամսական, ես 2 տաղավար ունեմ, մենք ամսական վճարում ենք։ Ասում են տարիների ընթացքում մշտական հաճախորդներ են ձեռք բերել եւ չեն ցանկանում տեղափոխվել մոլերի ձևաչափ։ Հասկացանք մոլ, այդ խիստens բոլորս լենք սաղս բոլորս մոլից ենք հագտվում։ Մոլի հաճախորդը լիքը մոլ կա, լիքը։ Օրը մի հատ մոլ է բացում, թող այդ մոլի հաճախորդը գնա իր մոլի առաքուրանի, բայց մենք սա տաղերներով ջանք ենք թափել, լիքը հաճախորդներ ունենք։ Առևտրականն ասում է, զբաղվում է տեղական արտադրության կոշիկի վաճառքով։ Պարոն Սուքիասյանին մենք հարգում ենք, պարոն Սուքիասյանն միշտ էլ ասել է, որ մենք տեղականին էլ չգիտեմ, ուզում ենք արտոնություն տանք։ Հիմա արտոնությունը ո՞ն է, փակվելով արտոնությունը։ Առևտրականները ստորագրահավաք սկսեցին, նաև դիմում հանձնեցին այն հասցեագրելով падգամավոր գործարար Խաչատուր Սուքիասյանին եւ նրա եղբորը Էդուարդ Սուքիասյանին։ Տրամադրել տաղավարները Ռոսիայի անհատ ձեռներեցներին։ Եթե չէ, կամ տվեք խելամիտ ժամկետ տոնավաճառը ազատելու համար։ Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը Ֆակտոր TV-ի հետ զրույցում ասաց, որ տարածքի վերանորոգումը կիրականացնեն 4-ից 5 ամիս հետո, որից հետո բուտիկներ կտրամադրեն առևտրականներին։ Առաջնահերթություն կտրվի իրենց, առևտրի կենտրոնն եղել է, այդպես էլ առևտրի կենտրոն լինելու է այդ հատվածում։ Տարածքը վերանորոգումից հետո իրենց ամեն ինչ կարվի, որ իրենց համար լավ պայմաններ ստեղծեն։ Մկրտչյանի խոսքից ենթադրելի է, որ այնուամենայնիվ միայն տոնավաճառ չի լինելու։ Բացի տոնավաճառից էլ ինչ կամ ինչ բիզնեսներ կգործեն, խոսնակը փակագծեր չբացեց։ Հիմնական նպատակը տարածքը վերանորոգել եւ ժամանակակից պահանջներին համապատասխան պայմաններ ստեղծել։ Ռոսիա տոնավաճառում հագուստ վաճառող Ալինա Հարությունյանն էլ ասաց, որ իրենց պահանջները բավարարվել են, վերանորոգումն ամիսներ անց կսկսեն եւ իրենք արդեն վերսկսել են աշխատանքը։ Եկան հայտարարեցին ռեմոնտը կարվի 5 ամիս հետո, բայց փուլ։ Մեզ կտրվի բուտիկները ու մենք կաշխատենք արդեն նորմալ խանութի նման։ Ասաց վստահեցրել են, որ վերանորոգումից հետո տարածքները առաջնահերթ կտրամադրվեն իրենց։ Նաև փոխանցել են, թե տարածքում ինչեր կարող են գործել։ Կարող է եւ խաղահրապարակներ լինի, այդ արդեն ընթացքում կերևա։ Առաջինը մեզ են տալու, կարևորը դա է։ Հետո չգիտեմ, մենք մեր լոգոն պետք է ունենանք ամեն դեպքում։ Հիմա օրինակի ես ունեմ իմ Instagram-ային եւ TikTok-ային էջը, խանութից վերևը կպկպցնեն իմ լոգոն։ Ստացվում է տոնավաճառում վերանորոգում կսկսվի խորհրդարանական ընտրություններից հետո։ Այս անգամ Խաչատուր Սուքիասյանը ընտրական ցուցակում չի լինի։ Թե ինչու է խոշոր գործարարը որոշել падգամավոր չդառնալ, որևէ պարզաբանում չի ներկայացրել։ Իդեպ 2021 թվականին գործարարների падգամավոր լինելուն դեմ էր արտահայտվել Տիգրան Ավինյանը, այդպես էլ չընդգրկվելով քաղաքացիական պայմանագրի ցուցակում։ Այս անգամ, երբ Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը չեն լինելու ՔՊ ցուցակում, Տիգրան Ավինյանը տարեվերջյան իր ամփոփիչ ասուլիսում հայտարարեց, որ իր թեկնածությունը հաստատվել է։